Ասում են նախ ոնց է գնահատում քարոզարշավի ընթացքը, ու եկել են խոսույթը, որ տարածվում է ձեր եւ ընդդիմադիրների միջև սենց էս լարված ոճով քարոզարշավ տանը, թե նորմալ է, այսպես էլ պետք է լիներ։ Շատ դրական եմ գնահատում, շատ ավելի քան ես սպասում էի։ Ես ասել եմ, որ մենք 2021 թվականից ավելի շատ ձայն ենք հավաքելու, իսկ հիմա իմ համար ակնհայտ է, որ տենց է լինելու է։ Ինչ վերաբերում է խոսույթին, կարծում եմ ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտը մարգինալացվել է, նույնիսկ այն մեծ սպասումները, որոնք որ կային, օրինակ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան այդ կազմակերպության հետ կապված, կուսակցության հետ կապված, իրանք մարտին ինձ թվում է հասան իրանց պիկին եւ հիմա գահավիժում են, ինչպես նաեւ մնացած բոլորը, ինչպես նկատում եք, քաղաքական դաշտի օրակարգը մենք ենք ձևավորում, մենք ենք ռիթմը տալիս, մենք ենք խոսույթը ձևավորում, մենք իրանք ընկած շուշերը կտրվելով մեր հետևից փորձում ենք պատասխանել։ Բայց կարծում եք, օրինակ Փաշինյանին հարիր է, օրինակ այսօր որ այդ կնոջ հետ խոսում էր, հունից դուրս եկավ, ասաց, չգիտեմ, դուք եք կզել, կզացնելու ենք, հետո ասաց, որ չգիտեմ, կմտցնեմ համապատասխան տեղը, օրինակ դա հայ տղամարդուն եւ ղեկավարին հարիր է այդպեսի խոսելա ոճը։ Չի կարելի անընդհատ սպասել, որ Ալենը, Նիկոլ Փաշինյանը, մյուս քաղաքական գործիչները քարից են, անընդհատ սադրիչներ ուղարկել, անընդհատ մարդկանց սադրել եւ հետո զարմանալ ասել, վայ, այս ինչ եղավ, խի ինքը հունից դուրս եկավ, մենք բոլորս մարդ ենք եւ ես կարծում եմ, որ այն լարվածությունը, որը որ ստեղծում են նաեւ ընդդիմադիր գործընկերները եւ իրանց հարող մարդիկ այն պատճառով է, որ ուրիշ ասելիք չկա։ Դուք չեք նկատել, որ մարդիկ կան, որոնք կոնկրետ հիմա սկսել են վիրավորանքներ օգտագործել, որպեսզի մենք իրանց անդրադառնանք, որպեսզի մենք իրանց ինչ-որ ձևով հակադարձենք։ Ես կարող եմ օրինակներ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը, այն թևերի ղեկավարը, այն մնացածը սկսել են հատուկ բառեր օգտագործել, որ մենք իրանց անդրադառնանք, որպես որ իրանց մեծ զրուցակից սարքենք։ Բայց մյուսներին դուք չեք անդրադառնում, հենց այդ 2-3 ուժին եք թիրախավորել։ Օրինակ մյուսները ձեզ համար մրցակից չեն։ Սուրեն Պետրոսյանը, Գուրգեն Սիմոնյանը, Արման Թաթոյանը, չգիտեմ, այն Վաղարշակ Հարությունյանը ձեր նախկին նախարար։ Դե հիմա կարծում եմ ընդդիմադիր դաշտը ունի իր չգիտեմ, լիդերներին եւ իր ոչ այդքան կարևորներին եւ ըստ էության բայց այդ ոչ կարևորները փաստորեն չստում են ընդհանուր պատկերը, հա, փաստացվում է որ 2-3 հոգու 4 հոգու միջև է պայքարը, մյուսները այդպես գիծ են մտել։ Ես ընդհակառակ կասեմ, որ մենք օգնում ենք մնացածին, որովհետեւ ակնհայտ է, որ առնվազն եռագլուխ կուսակցություններից երկուսը այս պայն հատելու, շեմը հատելու լրջակուն խնդիր ունեն։ Բայց մյուսները թափից երևի շեմինը չեն մոտենա, հա, դեպքում 4% հավաքեն, անստեն մենք ենք չէ 4%-ը իջացրել, որպեսզի կարողանան այն կուսակցությունները, որոնք նոր են, նաև հայտնում են ազգային ժողովում։ Մենք ենք դաշինքների համար իջացրել կոկոսը։ Բայց այդ մարդկանց միշտ այդպես կեղծ մի բան հասկանում, միշտ կեղծ տեխնացուներ եղել են, չէ՞ նախորդ իշխանությունների օրոքել են, որ տենց եկել են ինչ-որ ընդդիմադիր են խաղացել։ Քոչարյանն էս չի, որ մեր ստեղծած կեղծ բանն անդիմությունը չէ, բայց մյուսն են 14 հոգին։ 5 հոգու, չէ, 4 կա, 15 հոգին։ Այն 15 ուժերը ինչի համար են մտել պայքարի մեջ։ Չգիտեմ, Spider-Man-ին արկել են։ Դե չեն մյուսներին։ Չմի արկել, գոնե իրանց հետ քննադատեք, իրանց հետ խոսեք, իրանց հետ դիսկուրս։ Դիսկուրսիա կա։ Դե որ չկա, ստացվում որ իրանք ձեր ասած կեղծ ընդդիմադիրներն են։ Ես նման բան պնդում չեմ կարող, բայց շատ կարևոր բան ասեցիր։ Դիսկուսիա։ Ինչի շուրջ դիսկուսիա։ Թուրք, Դավաճան, Հողատու, դրա շուրջ դիսկուսիա։ Ինչ դիսկուսիա։ Իրենք ուրիշ դիսկուսիա չունեն։ Օրինակ, ո՞րն է իրանց դիսկուսիան։ Ես ասում եմ, թող օրակարգ ձևավորեն, մտնենք դիսկուսիա։ Ընդդիմության դիսկուսիան խաղաղության ձեր առաջարկած խաղաղության կեղծ լինելն է։ Իրենք ասում են, որ սա կեղծ խաղաղություն է, Ալիևը գերիներին չի տվել, տարածքներից չի հելել։ Ընդդիմադիր ձեր նշած ուժերը։ Այն ձեր երեքը, որոնց եռագլուխ եք ասում։ Դե իրանց հետ դիսկուսիան կա, այդ դիսկուսիան արդեն վաղուց հին պլաստինկի պես մաշվել է ազգային ժողովում եւ դրա պատճառով իրանք այսօր շեմը հատելու խնդիր ունեն, իրանց հետ այդ նորից այդ թեման ինչքան կարելի է խոսալ, էլ չեմ ասում, վարչապետը իրանց բոլորին հրավիրել է դիսկուսիայի քո բառով ասում, հա։ Դիսկուրսի։ Հրավիրել է, չէ։ Դե ասում են գալիս եք մանիպուլացնում, ֆռոցնում, ստում, նախորդ անգամ մի բան ասում, հիմա մի բան ինչ խոսենք այդ մարդկանց։ Բայց թող գան, բանավեճել եւ մարդիկ, եթե իրանք տենց պնդում են անում, կտեսնեն, որ ինչ որ մեկը ես կամ վարչապետը ստում է, մանիպուլացնում է եւ կգնան իրանք ընտրել։ Բայց չեն գալի բանավեճը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը այն օրը որ ասում էր ինքը բանավեճի ժամանակ ինչ որ մեկնաբանություն էր տալի, հիմա բառացի չեմ հիշում, գալու է օրենքով նախատեսված հանրային հեռուստատեսությամբ առաջի համարների բանավեճը։
Իրանք նույնիսկ դալիս չեն գալիս։ Իսկ իրար համբալ ասել է, չգիտեմ, այդ մակարդակի չեսել, կարծում եք առողջ դիսկուրսի մակարդակ է դա եւ Իսկ Ռոբերտ Քոչարյանը առողջ է։ Ես ընդհանուր եմ ասում, բոլոր կողմի, որովհետեւ մեկի կողմը գործի ինքն է գցել այդ։ Ինքը բառացի ասում է ես գցե դրեցի շրջանառության մեջ, ինքն է դրել շրջանառության մեջ, դրել շրջանառության մեջ ստացել է իր պատասխանը։ Հաջորդ խորհրդան ինչպես եք պատկերացնում։ Վստահ եմ, որ Հայաստան դաշինքը չի հատելու իրեն անհրաժեշտ թիվը, որովհետև մոտավորապես 100,000 ձեն ապետք, եթե անցյալ անգամվա շապ բան լինի, մասնակցություն լինի եւ չի հատելու։ Ով կհատի։ Հաջող։ Ով կհատի։ Ենթադրում եմ մի հատելու խնդիր նաեւ այս պայի դրությամբ արդեն ունի Հայաստան ուժեղ Հայաստան դաշինքը։ Մնացիք դուք մենակ, մարդ չմնաց։ Չէ, ես կարծում եմ կարող լինեն փոքր տարբեր 4-5%-անոց կուսակցություններ, որովհետև ես վստահ եմ, որ այս խոսույթից հետո այս դատարկ քարոզարշավի 11-րդ թե 10-րդ օրն է։ Ինչ են իրանք անում։ Ասես, տեսնում ես, չէ՞, մենք ինչքան ակտիվ ամենօրյա ռեժիմով, լայվ ռեժիմով քարոզարշավ են։ Իրանք ինչ են անում։ Մենք որ ընդդիմություն լինեինք, ինչ էինք անում։ Ճիշտ ասած նույնիսկ ընդդիմադիրներն են նկատել, որ դուք առավոտ 7-ից ոտքի վրա եք քայլում եք, քարոզում եք այդ առումով իրենք այդքան արդյունավետ չեն։ Չեմ օգնելու իրանք, որ իրանք անցնեն։ Ասում եմ, Հայաստան դաշինքա կազմել, եթե 4%-անոց բարիերով գնար, կուսակցությունով գնար, կհատեր վստահ եմ, 40,000, 50,000 դեն գուցե, բայց 100,000 Ռոբերտ Քոչարյանի դաշնակցությունով է։ Հիմա դուք անընդհատ որ Քոչարյանին թիրախավորում եք, մյուս նախկին են, 8 տարի նույն թեզերով եք դուք բան, ոնց որ sense խփեք ադբի տանի, տենց այդ բոքսի տանցիկ շատ են սիրում էլի ասել, որ ընդդիմությանը սարքել եք։ Հիմա եթե իրենք չլինեն, կարող է մաղարիչ անեք այդ ընդդիմությանը, որ իրանք կան, հիմա դրանց հաշվին աշոտ եք հավաքում։ Նույնիսկ այն մարդկանց ում ես քննադատում եմ, հա, ովքեր այդ Ռոբերտ Քոչարյանի այդ երագլուխ դրսից եկած կուսակցությունների հետ կապ չունի, ես կուզենամ իրանք դառնան ուժեղ ընդդիմություն մեր համար, որպեսզի մենք նաև չլճանանք։ Բայց ես մեղավոր չեմ։ Ու գիտես ի՞նչն է հետաքրքիր։ Ինչա՞ չհասկացա։ Որտես չուտեն։ Չեմ հասկանում։ Որտես չուտեն, ուժեղ ընդդիմություն դառնան։ Նաև։ Անկեղծ ասած, հարցը չեմ հասկանում, ծեծուտել ինչ նկատի ունես, ֆիզիկապես ինչ։ Հա, դե ազգային ժողովում դուք օրինակ տենց ոտքերով, ձեռքերով տարբեր ընդդիմադիրների նկատմամբ արձակվել եք։ Ընդդիմադիրները եկան 2021 թվականին ազգային ժողով, թուրք դավաճան գնդակահարելու են եւ այդ սանդղակից ելնելով իրանք ստիպված էին ագրեսիվ իրենց փայլ եւ հետո հասկացան, որ այդ ագրեսիան չի հասնում, ընդհանրապես սկսեցին ազգային ժողովի նիստերի դալիս չգալ։ Մենք ենք մեղավոր, որ իրանք խոսույթը չկա։ Պակաս ագրեսիվ չեք։ Ձեր թիմակցները սադրում էին, հայոյում էին, հարվածում էին։ Այդ կադրերը տեսնում ենք ով առաջինը հարվածեց։ Պարլամենտներում նման բաներ են բոլոր հաջորդ պարլամենտում էլի նման տեսաններ սպասենք ավելի լավ հարց է տալիս, ես խորհուրդ եմ տալիս այն ուժերին, որոնք ենթադրում են, որ անցնելու են պարլամենտ, իրենց խոսույթը մի քիչ ցածր, մի քիչ կոռեկտ պահեն, որովհետև գալու են ազգային ժողով ընկնեն Հայաստան դաշինքի օրը։ Ստիպված են լինելու նիստերի դահլիճ չգան։ Ոնց որ իշխանն ափախած չի գալի, ոնց որ Քոչարյանի տեղն ափախած չի գալիս, մնացածն են փախած չեն գալիս նիստեր։ Նույնիսկ աթոռի տեղն են փողել գնացել են դռանը մոտ են նստել, որպեսզի սենց կան կնոպկեն սխմեն, որ բացակա չհաշվի եւ ծլկեն։ Դա համար մնացածին խորհուրդ եմ տալի։ Նայեք Հայաստան դաշինքին։ Իմանեք իրենց պատիվներն էլ չի գալիս։ Չէ, ասեք պատիվ ունեմ ընդհանրապես խաղի մեջ չի, պատիվ ունեմ միավորվել է բանը ուժեղ Հայաստանի հետ եւ հանրապետական կուսակցությունը փաստացի դա ուժեղ Հայաստան կուսակցությունն է, նույն հանրապետականներն են եւ Սերժ Սարգսյանը ակնհայտ ասաց, որ անձամբ դե մենք չենք մասնակցել անմիջականորեն, բայց դա ակնհայտ է, որ մասնակցում են ուժեղ Հայաստանի